Ներքին գործերի նախարարության ոստիկանության պայքարը Ապօյնի թմրաշրջանառության դեմ շարունակվում է հետևողականորեն։ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնենք միասնական տեսաշարով։ Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 16-ին դատարանի որոշմամբ նույն բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ եւ թղթեպատետներ ընդհանուր 270 գրամ քաշով։ Բացի այդ հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ եւ նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։ Մարտի 18-ին էլ Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ տեղեկություն։ Նույն օրը ժամը 15:45-ին Երևան Էջմիածին ճանապարհին ձերբակալվեցին Շահումյան գյուղի եւ Աղարշապատ քաղաքի 64-ամյա երկու բնակիչ։ 5 րոպե անց Երևան Արմավիր ճանապարհին ձերբակալվեցին Հացիկ գյուղի 52-ամյա եւ Արմավիր քաղաքի 71-ամյա բնակիչներ։ Երկու մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվեցին։ Առաջին մեքենայի վարորդի եւ երկրորդ մեքենայի ուղևորի մոտ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված եւ Սուբուտեքսի նմանվող կեսհաբ։ Շահումյան գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը խոստովանեց, որ ձերբակալվելուց առաջ 25000 դրամով Սուբուտեքս էր իրացրել վարորդին։ Պարզվեց նաեւ, որ նույն Սուբուտեքսը նրան էր իրացրել Հացիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը։ Դատարանի որոշմամբ խուզարկվեցին կնիկված մեքենաները, հայտնաբերվեցին ներարկիչներ, որոնցից մեկը լցված էր Սուբուտեքսի նմանվող լուծույթով, մյուսում կային սպիտակ հեղուկի հետքեր։ Շահումյանցու տանը եւս հայտնաբերվեց փայլատիթեղի փաթեթ կանեփանման զանգվածով։ Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։